Երբ պատուհանից նայում ես, ընտրեմ գամփրը այնտեղ է նստած, իսկ ծագուկները պատուհանից են նայում, և իհարկե ուրիշ բան չի մնում, քան շտապել նրանց կերակրել։ Անձրևներից հետո այսօր եղանակը բացել է գործուկն, տեսա նստել էր 3 շունիկների դռան մոտ։ Զաբելի հետ վազեցին ընդառաջ, հիմա պետք է փորձեմ հասցնել կապել, փորձեմ հասցնել կապել գործուկին, որ այս ընթացքում մեքենա ու մարդ չանցնի այս կողմով։ Գործուկը արի տեսնեմ հələ։ Հետաքրքիր շներ է, գիտեք, ոչինչ որ այդ մեքենա շուտվանից այդտեղ կանգնած է։ Ինձ տեսակ նոր որոշեցիք, որ կարելի է հաչալ։ Մի հատ անցեք հələ։ Մուլտիկ, ուր ես առաջանում, բարձրացի վերեք, տեսնում ես այստեղ շունիկներ են։ Բարձրացի դու գամ հեսա։ Գործուկը խմի վերջացրու, որ կապեմ։ Դե խերոք նստեք։ Ասա մուլտիկ, ասա տեսնեմ։ Փախար, դե փախի վերև գալիս եմ։ Հազապել չուջան։ Եկեք մի հատ ձեր վրա, այս 3 օրը արդեն պետքա որ անձրև չլինի։ Եկեք մի հատ այն սպրեյից լցնեմ, պաշտպանվի, թե չէ դուք այսքան խոտերի ու բաների մեջ Աստված գիտի։ Հա, դուք երկուսով էստեղ եք։ Մուլտիկն էլ, դե ներս անցեք գալիս եմ։ Կարևորը հակատոզային ու ոջիլային այդ սպրեյից լցրեցի, իրենց այս բացում ես հատվածները, մաշկը երևում է այդ հատվածներում ես անում, որպեսզի փորձենք հնարավորինս պաշտպանվեն։ Գործուկին նույնպես արեցի, ես էլ զբաղվի, մինչև գնամ դուրս գամ, հետո ձեզ դրեմ։ Այ այսպես սպասում են ինձ։ Հա, մուտիկ ջան, են էլ ունտիկը։ Իսկ դուք եստեղ սպասեք, հիմա մտնեմ դուրս գամ, լավ։ Ահա, դե կերեք դուք ու լավ մնացեք սրտիկներս։ Մալին հլասա, ով ա բերել շորն էստեղ, դու ես բերել։ Ով էր կասկածում։ Չնայած կարա բլեքը բերած լինի, բայց թրվռանը իրան մեջ գցի, հա, բրաուն, թե լավ, իչի, դե կերեք պուպուշներս, կերեք ու լավ մնացեք, սիրուններս, ուր պուպուշ, մի հատ տեսնեմ, մի հատ թատիկը դուր, ես մեկը, ապրես, ուխտի, դել, հա, բլեք, դու էլ ես կարողանում ենք ապրում, և արդյոք ապրում եք այնպես, ինչպես ուզում եք, և ոչ մի բան չի պակասում ձեր կյանքում, կամ այն ինչի վրա ձեր ժամանակը ծախսում եք, իրականում բոլորս ենք մի կյանք ապրում, և այս կենդանիները, և մենք, մտածեք, վերանայեք, ճիշտ եք արդյոք ապրում, ինչ-որ բան չէիք ցանկանա փոխել, որովհետև ժամանակը շատ անգութ է, նա գնում է ու երբեք հետ չի գալիս։ Հարի գնանք տեսնենք ինչքան են գնում, էլի քարուքան դեղածա, Զաբել, քնել ես, դե վերկաց գնում ենք, ներս անցնենք, հելը, կարի քեզ հանեմ, վզիցդ դա, չգիտեմ, չի երևում, գնալ ենտեղ արժի, թե ոչ, լավ, ամեն դեպքում գնանք պտտվենք, արի Ավրորա ջան, արի գնանք ենտեղ տեսնենք հելը, ինչ կա, արի, Զաբել, եկեք առաջանանք տեսնենք ինչ կա, եկեք, գնացեք տեսնենք, անցնել լինում է, ինչ վիճակ կա, մի հատ հələ գնացեք, Զաբել, ուր ես գնում, չեմ ասում տարածքը տեսով կա, ասում եմ, անցեք տեսնենք, հն Ավրորա, արի, գնա, կոնե դուք իս ճանապարհ ցույց տաք, որ չընկնեմ, ես եմ ձեզ առաջ գնում, ահա փոսերը, հիմա պետքա հասկանալ, որ կողմով պետքա գնալ, որ չընկնել, լավ եկեք, անջատեմ անցնենք, ձեր մաման էլի որոշեց չգալ էստեղ, հա, եկավ հետևներիցս, բայց չհասավ տեղ, բունտ անում, լավ, ինչևէ, կերեք իրան ճանապարհին կտամ, այս հատված վերջացրել եմ, բայց դե այն կողմը դեռ քանդում են, ես այս ճանապարհով անցա, իսկ Ավրորան
նստել է ու ասում է չէ, չեմ գալիս։ Այստեղ ամբողջը զգուշ պետք է անցնել չվնասվելու համար։ Այդտեղ ես, հա, նստում չես գալի, նեղվել ես։ Այդ քո տեղն էր, հա, քանդել են։ Լավ, այդտեղ քեզ կտա, մի նեղվի։ Հա, Զաբել ջան, դու գնակեր, վերջացրեք, հետո նոր գնանք։ Ամեն դեպքում այստեղ կթողնեմ նաև ձեզ ու Ավրորայի համար, որովհետև տեղը գիտեք ու եթե սոված լինեք, կգաք ուտեք անպայման։ Դե լավ, դուք երեք նստեք, ես գնամ ճանապարհին մի քիչ Ավրորային կերակրեմ։ Լավ, էլի Զաբել, պարկից ասում ոնց թե գնաս նորից սիրի ինձ։ Լրիվ սերա Զաբելը։ Եվ սերա ուզում։ Ինքը իր կյանքը օրինակ առանց սիրելու չի պատկերացնում։ Եկեք դուք անցեք, հետո ես, թե չէ որ բրդեք էստեղից ընկնեմ, լավ բան չի լինի։ Այսինքն ձեզ կերակրող չի լինի, էլի։ Նեղված ես, այստեղ ես նստել, չես մոտենում, հա, հիմա ես քեզ այստեղ մի բանի վրա մաքուր տեղ, արի դուրս գանք ես հողերից, այնտեղ մի մաքուր տեղ ես քեզ կգիր։ Զաբել, դու այնտեղ ես գերել, մամային այստեղ բերեցի, որ ուտի, էլ մի տենց։ Ասում չէ, բա մամայի հետ մի քանի հատիկ չուտեմ, թե լավ կեր։ Դու արդեն սպասում ես, որ մենք գնանք, լավ, եղավ Որցուկ ջան, հիմա մի քիչ Ավրորային կերտամ ու գամ։ Ահա, վերևից շինախ լցրեցին, ներսի հատված։ Զգուշ Զաբել։ Ստուկեր ես գնամ։ Ահա բնության մեջ աճած գեղեցկություն և աղբ։ Զաբել, այդ աղբը, որ չստուգես կլինի շինաղբը, այս կողմարի։ Դե շունեն չես կարող, դրսում են։ Իրենց ամեն ինչ հետաքրքիր է հոտոտել։ Վերջացրեցիր, դու էլ ես գալի ճանապարհ, դե լավ։ Այս ավերակ տարածքում միակ գեղեցկությունները այս բնությունն է և բնության մյուս հատվածը, կենդանական աշխարհը։ Մնացյալը քանդված ավերակ է և ոչ մի գեղեցկություն իր ներսում չի պարունակում։ Սա էլ գեղագիտական հատվածի մասին։ Հիմա հասկացար, որ բերում ու լցնում են, եթե դու այնտեղ լինեիր, ուղիղ գլխիդ էր լինելու, որ ասում եմ մի գնա, գիշ։ Դե լավ, գնացեք ենք հովին ձեր համար նստեք ես մյուսների մոտ։ Ինչ ա գամփա։ Հա, Որցուկին տեսար հետևիցս է։ Հանգիստ հələ, հանգիստ։ Արի հələ, արի այստեղ։ Արի։ Որցուկին նորեն շատ շնասեր տան կողքով էր անցնում, քարը վերցրին, կորին շնանում ցան, համենը մի հատ շուն ա, արդեն շնանում ցան, մարդկանց վերաբերմունքի մասին, չգիտես ոնց խոսես, որ մեղմ լինի, Որցուկ դու գնա, ես այստեղ գամփրիկի մի քիչ կերակրելու կամ հարկեր, ես ռիսկեմ գնացել ես այստեղ կերակրում, այսօր խելոք կեր, լավ, Որցուկ դու էլ ճանապարհով եք գնա, դու գիտես ովքեր քեզ չեն սիրում, ինչ ես գնում իրանց մոտով անցնում, որ ավելորդ խոսակցություն բերես։ Չար մարդկանց սրտերը մի փոքր բարյանա ու մի քիչ ավելի մարդկային լինեն, այդքան բան, չնայած անիմաստ եմ խոսում, այդ մարդիկ երբեք էլ չեն հասկանա ինչպես ապրեցին իրենց կյանքը։ Ընկան բռնակ երար, դե վերջացրու, սա մտես ոչ մի հատ չի կերել, բայց խելոք նստել ա, իսկ դու հիմա գալիս ես ինձ հետ, թե ոնց։ Արջուկ, այստեղ եք արդեն ինձ սպասում, լավ, դե եկեք գերը վերցնեմ, գնանք ձեր մոտ, լավ, ոնց ես, սիրունս, սպիտակն ու սևուկն ուր են, դու այդտեղ սպասի, Արջուկ, դու էլ այստեղ մնա, գնամ կերը վերցնեմ, գամ, լավ, սպասում եք, լավ, եկեք մի քիչ կերակրեմ, մինչև, Արջուկ, ես արդեն սպիտակին լավաճանել ես, հա, մյուսի հետ ես մտտվում, ասում է, մեզանից ինչ դավաճան, մենք իրականում մի մեծ ընտանիք ենք դրսում, ճիշտ ա մեկ-մեկ կռվում ենք, բայց, դե լավ, կերեք, դա թողեք էստեղի շունիկներին, եկեք, լավ, եկեք գնացինք, գշուկներս եկեք,
Սպիտակ, սևուկ, դուք էստեղ եք ինձ սպասում, ճիշտն էլ դուք եք անում, եկեք, գնացին, եկեք, սևուկ, երեք ուր էիք, եկար արջուկ, արի, սևուկ ջան, երեք չկայր, հա, բայց երևի թե կերել ես, եկեք, սպիտակ ինչին ես սպասում, կեր, սպասում ես արջուկն ուտի, հետո դու սկսես, թե կամաց ես ուտում, գործանի տարած երբ գնում եմ կերակրելու, այն սեփական տունը, որի կողքով ամեն օր անցնում եմ, իրականում այդ տունը նոր է կառուցված եւ այդտեղ ապրում են շատ ինձ համար վատ մարդիկ, բացատրեմ ինչու։ Իրականում այդ տան ամուսինը, որտեղ կանգնում է այդ փողոցի վրա, տղամարդկանց մոտ, տղամարդը միայն անունով չի լինում, բամբասում է ինձանից, վատա խոսում իմ մասին եւ որ ես այնտեղ լիքը շներ, շնանոց ու մի խոսքով ահավոր բաներ, մի քանի անգամ ունեցել եմ վիճաբանություն։ Կինը ոչ մի բանով իրենից չի տարբերվում եւ մայրական բնազդը իր մոտ, չգիտեմ, միայն երևի իր երեխաների պահով է աշխատում։ Իրենց տղան, որը նույնպես փոքր երեխաներ ունի, բազմաթիվ անգամ տեսել եմ, թե ինչպես է քարով խփում ворցուկին։ Հենց ворցուկը այդ մասով գուցե եւ այդ քարով խփելուց դարձել է այդպես ագրեսիվ։ Այսօր էլ գալուց կինը իր այդ բաց է, քանի որ տարածքը բաց է, շունը ուղակի անցնում էր այդ կողմով։ Էլի նույն հարայ հրոցը դրեց, նույն գորգռոցը, նույն պատմությունը քարը վերցնում էր, որ խփեր, իհարկե ես կանչեցի, ворցուկը եկավ արդեն։ Ասելիքս ինչ է, նման մարդիկ երբեք չեն ուղղվում։ Եվ ընդամենը մի շուն էր անցնում շնանոց ու ավելորդ արտահայտություններ։ Առանց դրանց իրենց կյանքը չեն պատկերացնում իրենք։ Փաստորեն դա իրենց կյանքի միակ նպատակն է։ Այսինքն իրենք իրենցից բացի, իրենք որոշել են, որ այդտեղ պետքա լինի իրենց սեփական տունը, ոչինչ որ կողքը շենքեր են, դա իրենց տունն է։ Իրենք որոշել են եւ տվել են իրենց այդ հնարավորությունն այդտեղ տուն կառուցելու բնականաբար։ Ու իրենք որոշել են, որ իրանք այդտեղ են, ուրիշ այդտեղ ոչ մեկ ու ոչ մի բան չպետքա լինի, այդ թվում նաև շներ։ Ես ցավում եմ այս ամենի համար իրականում։ Ինքս փորձում եմ երբեք սուրանկյուններ չունենալ, բայց այդ մարդիկ անուղելի են։ Եվ ինձ համար այո, իրենք վատ մարդիկ են։ Էությամբ, հոգով վատ մարդիկ են առանց խղճի։ Իրենց խիղճը, իրենց հոգատարությունը աշխատում է բացառապես սեփական շահերի համար իրենց երեխաների եւ ուրիշ ոչինչ։ Նման մարդիկ իրականում շատ հաճախ անգամ իրենց պետք չեն լինում, բացատրեմ ինչու, որտեվ եթե դու չունես խիղճ, եթե դու չունես բարի կամեցողություն եւ բոլորին նայում ես չար հայացքով, չար աչքով, իրականում դու չար մարդ ես։ Ահա իմ բացատրությունը։ Եղեք բարի։ Այսքանը։ Իմ սիրուններն ուտում են, շուտով նաեւ սևոքը կգա կուտի։ Լավ եղեք։